Օրինազեկիր այսօր ներկայացրել ես կարծացի արդեն 5 կետանոց առաջարկություն ներկայացրել, հետաքրքիր առաջարկություններ են եւ ըստ էության չեն բացառում խորհրդարանական կառավարման ձևի անցման ճանապարհը եւ եթե նախկինում կոնկրետ իրենք դեմ էին խորհրդարանական համակարգին անցմանը, ապա հիմա որոշակի վերապահումներով կարելի ասել, որ կողմը, եթե ուսումնասիրեք այդ 5 առաջարկները կտեսնենք, որ այնտեղ ճիշտ է առաջարկություններ կա որոշակի լայն լիազորություններ տալ թե ազգային ժողովի նախագահին, թե հանրապետության նախագահին, այնտեղ ընտրման կարգը մի քիչ այլ է, բայց ընդհանուր առմամբ այդ 5 առաջարկություններից կարող ենք հանգել եզրակացության, որ այդ կուսակցությունը եւս ընդհանուր առմամբ դեմ չի խորհրդարանական համակարգին։ Այդպիսով կարելի ասել, որ կոնսոլիդացիա կարողացել եք ապահովել սահմանադրական փոփոխությունների շուրջ։ Ընդհանրապես Դաշնակցությունը եւ Օրինաձեռքիր կուսակցությունները։ Ժամանակ էլ նշել են, որ կոնսոլիդացիա եղել է, երբ որ կուսակցության ղեկավարները եւ ներկայացուցիչները այցելեցին Բաղրամյան 26 հանդիպեցին հանրապետության նախագահի հետ, հանրապետական կուսակցության ղեկավարի հետ, դա ինքը արդեն կոնսոլիդացիայի դրսևորում էր։ Կոնսոլիդացիա չի նշանակում, որ բոլոր քաղաքական ուժերը պետք է կողմ լինեն այդ փաստաթղթին։ Կոնսոլիդացիա նշանակում է, որ քաղաքական ուժերի մեծամասնությունը պատրաստ են քննարկելու փաստաթուղթը։ Իսկ այն, որ քաղաքական ուժերի մեծամասնությունը հանդիպեցին հանրապետության նախագահի հետ եւ քննարկեցին հայեցակարգը, սա արդեն խոսում է այն կարևորագույն փաստի մասին, որ եթե նախկինում որոշ քաղաքական ուժեր մերժում էին անգամ սահմանական բարեփոխում բառակապակցությունը եւ տեսականորեն եւ չէին ուզում դրա մասին լսել կամ գոնե ձև էին անում, որ չեն ուզում լսել, ապա մենք հիմա տեսնում ենք, որ այդ ուժերից մի քանիսը ոչ միայն քննարկում են, այլ նաեւ հանդիպում են եւ նաեւ արդեն հրապարակային կարծիքներին արտահայտում։ Ինչի արդյունքում այդպես ստացվեց։ Լայնախոհության, իշխանության, որ պատրաստ է լսելու, պատրաստ է երկար քննարկելու, չշտապելու եւ գիտակցելու, որ սահմանական բարեփոխումները դա շատ լրջագույն փաստաթուղթ է եւ պետք է լսել բոլոր առաջարկները, ինչն էլ մենք անում ենք։ Խորհրդարանական ուժերից հարկայի ժառանգությունը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը շարունակում են մերժել բարեփոխումները եւ ասում են, որ մենք չենք ընդունում խորհրդարանական կառավարման համակարգը։ Ասելու ձևը դա հանրաքվեն է, հանրաքվե կլինի, ով որ դեմ կլինի կքվեարկի դեմ, ով որ կողմ կլինի կքվեարկի կողմ, իսկ ով է ասում, որ բոլորը պետք է կողմ լինեն կամ դեմ։ Իսեր ասում, մենք ապրում ենք ժողովրդավարական հասարակարգում, մենք նման հավակնություններ չունենք, որ բոլորը մեր ներկայացրած առաջարկներին կողմ քվեարկեն, լինի դա ազգային ժողով, թե լինի դա հանրաքվե, թե հանրապետական ընտրություններ։ Դրա համար մենք ասում ենք, որ բազմակարծությունը հարգվում է։ Պարզապես նշում ենք, որ մերժելը է սխալ, ասինքն քննարկենք եւ դուք ձեր առաջարկները ներկայացնեք մերը, բայց երբ որ միանգամից առանց փաստաթուղթը տեսնի դուք գնում եք մերժելու ճանապարհով, դա ընդունելի չէ։ Այդպիսով դուք միայն այդ հանդիպումով, բայց մի քանի խոշոր կուսակցությունների կողմից մերժելով կամ չընդունելով սահմանադրական բարեփոխումներ, դա նորից ասեմ, ՀԱԿ, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, Ժառանգություն կուսակցությունը։ ՀԱԿ-ը խոշոր կուսակցություն է։ Համենայն դեպս ՀԱԿ խմբակցությունում գոնե այս վերջին ցեղասպանության հայտարարության հետ կապված 7 հոգանոց խմբակցությունից 3-ը չիրականացրեցին այն որոշումը, որ հնչեցրել էր ՀԱԿ-ի ղեկավարը։ Պարոն Շարմազանով, թե Վենետիկի հանձնաժողովը, թե իր ելույթում նաև նախագահը կարևորել էին կոնսոլիդացիայի հանգամանքը։ Հիմա սահմանադրական փոփոխությունների կոնսոլիդացիան քաղաքական ուժերի կողմից կարելի ասել, որ ապահոված է։ Կոնսոլիդացիա ասելով ինչ է նկատի ունեմ եւ այդ առումով կոնսոլիդացիա գոնե հիմնական քաղաքական ուժերի մոտ տեսնում եմ, այսինքն մարդիկ պատրաստ են քննարկման, մարդիկ պատրաստ են դեբատների եւ այդ իմաստով սա արդեն կոնսոլիդացիայի փորձ է։ Իսկ այլ առումներով ես կոնսոլիդացիա չեմ էլ մտածել, որ բոլորը պետք է նույն բանին, նույն կարծիքին լինեն, բայց այն որ տեսեք, ես օրինաձեռքի առաջարկներ կասեց Հայեղափոխական Դաշնակցությունը, մեր գործընկերները եւ ազատ դեմոկրատները եւ ՀՀՇ-ն եւ Ժառանգությունից, երբ որ հանդիպել են իրենց առաջարկներն են ներկայացրել, նույնիսկ հրապարակային են խոսել, պարզապես կարող են լինել մեխանիզմներ կամ լինել տարբեր առաջարկներ, որոնք մեզ համանընդունելի կլինեն կամ իրենց համանընդունելի չեն լինի։ Բայց փաստը այն է, որ քննարկումը կայացել է, քննարկումը շարունակում է կայանալ եւ իշխանությունը չի գնում տապորային մեթոդով, շտապելով, ով իմ հետ համամիջ ուրեմն իմ հակառակորդն է, ոչ, իշխանությունը գնում է լայնախոհության ճանապարհով, բոլոր քաղաքական ուժերին հետ քննարկելու ճանապարհով, համոզելու ճանապարհով, լսելու նրանց առաջարկները եւ այդ իմաստով կարծում եմ, որ մենք ունենք ճանապարհ, ունենք ժամանակ եւ այդ իմաստով կարծում եմ ամեն ինչ կլինի նորմալ։ Իսկ այն, որ բոլորը չէ որ կողմ են կամ բոլորը չէ որ դեմ են, դա էլ նորմալ է։ Դա էլ նորմալ է եւ ի վերջո Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է որոշի
ինքը կողմ է թե դեմ է, երբ որ արդեն մենք ունենանք վերջնական փաստաթուղթը, իսկ մենք վերջնական փաստաթուղթը դեռևս չունենք, այն ժամանակ ավելի առարկայական քննարկումներ կլինեն։ Հիմա խոսքը գնում է հայեցակարգի մասին, իսկ հայեցակարգի վերաբերյալ մենք տեսանք, որ հիմնական քաղաքական ուժերը, գոնե խորհրդարանական ու բացառությամբ մեկի, որովհետև իրենք նիգիլիստական մոտեցում էին որդեգրել, որ ասում եք ազդեցիկ քաղաքական ուժ է, որից 7-ից 3-ը այլևս այլ քաղաքական ուժի մեջ չեն։ Մնացածը բոլորը հանդիպեցին եւ քննարկեցին, իսկ հանդիպել եւ հանդիպումից հետո կարծիք արտահայտել, որ դեմ է, դա էլ է նորմալ։ Դա էլ է նորմալ։ Քաղաքականության մեջ կոնսոլիդացիա դա դիալոգն է։ Դա քննարկումներն են, այդ իմաստով դա շատ կարևոր է։ Իսկ քաղաքականության մեջ օֆսայդում հայտնվում են այն ուժերը, այն գործիչները, ովքեր որ պատրաստ չեն երկխոսության, եւ մենք տեսանք, որ այսօր այդպիսին է։ Իսկ որքան է հնարավոր, որ հավանականությունը, որ իշխանությունները հրաժարվեն խորհրդարանական կառավարման համակարգին անցնել տարբերակին, չէ՞ որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ երկրորդ տարբերակն էլ կարող է քննարկվել, գործող նախագահական, կիսանախագահական կարգը պարզապես բարեփոխումների ենթարկել։ Ես կոռեկտ չեմ համարում հիմա ձեր հարցին պատասխանել, որովհետև նախ ես այդ լիազորությունները չունեմ, երկրորդը ամբողջական չեմ տիրապետում ինֆորմացիայի, երրորդը փաստաթուղթը դեռևս վերջնական պատրաստ չէ, եւ չորրորդը, որ ամենակարևորն է, մենք կուսակցությունում համարական բարեփոխումների ամբողջական փաթեթի հետ կապված վերջնական քննարկում չենք իրականացրել։ Ուստի իմ հիմա գնահատականը վերջնական կլինի փոթորիկ մեկ բաժակ ջրում, իսկ քանի որ ես փոթորիկ մեկ բաժակ ջրում անելուց շատ հեռու եմ, դրա համար կսպասենք, կտեսնենք։ Ամեն դեպքում ես կարծում եմ, որ համապատասխան հանձնաժողովը համարական կաշխատի, կներկայացնի հանրությանը քաղաքական ուժերը կտանեն այս վերջնական տեսակետը եւ այնուհետեւ հանրապետության նախագահի լիազորությունների շրջանակներում կորոշի ինչ անել, ինչպես վարվել։ Երբ իշխանությունը ծրագրում ունենալ վերջնական տարբերակը նախագծի եւ երբ է ծրագրում իրականացնել հանրակրվեն։ Չեմ կարող ասել, գիտեմ, որ մամուլում տարբեր վարկածներ են շրջանառվում այդում աշնանը մի մասը ասում է աշնանը, մի մասն ասում է գարնանը, կապրեք կտեսնենք, դանդաղ շտապեք, ամեն ինչ իր հերթին եւ ժամանակին։